Մենք վերադարձանք որոշակի զգեստափոխությամբ եւ խնդրեցինք հյուրերին տալ մեզ այդ լենտոչկաներից, որպեսզի այսպես մտնենք ընդհանուր տրամադրության մեջ։ 2021 թվականից սկսած ամեն տարի Հայաստանում անցկացվում են շնորհավոր վետերանին եւ հիշատակի այգի ծրագրերը, որոնց շրջանակում երիտասարդները այցելում են հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ամբողջ Հայաստանի տարածքով շնորհավորում են գալիք տոնի կապակցությամբ, նվիրում նվերներ, երգում միասին եւ այդպես հարգանքի տուրք մատուցում նրանց։ Իսկ հիշատակի այգի ակցիայի շրջանակներում տնկում են ծառեր ի հիշատակ հայրենական պատերազմի զոհերի։ Ինչ է արվելու, առաջիկայում ինչպիսի ծրագրեր կան առհասարակ։ Այդ օրերի գործունեության մասին ենք խոսելու հիշատակի այգի միջազգային ակցիայի հայաստանյան ղեկավար Մարիամ Հովսեփյանի, այցելությունների մասնակից Հայաստանի երգչախմբային կապելլայի երգիչ Արթուր Աղաջանովի ու վերջապես ամենագլխավոր հյուրի պատերազմի վետերան Խորեն Հարությունյանի հետ դեպի 100 տարեկանն արդեն անցել է։ Մի րոպե 100 տարեկան եւ 5 ամսական մեզ ասացին, որ հունվարի ծնունդ եք դուք, ես եւս։ Շնորհավորում ենք ձեզ։ Ես եւս հունվարի ծնունդ եմ։ Ծնունդ ես։ Այո։ Հունվար բարեյութին այո։ Իմը 21-ին։ Կարևոր ինֆորմացիա փոխանակում մեր հեռուստադիտողների համար։ 26 թվականին ծնվել եմ, 26 թվականին իմ 100-ամյակն է։ Այո։ Ինեւս ձեզ շնորհավորում ենք մեր հայրենականի մասնակից բոլոր վետերաններին, նրանք ովքեր մեզ հետևում են, կան, դուք առողջ եղեք, երկար ապրեք։ Եկեք խոսենք նախագծից 2021 թվականից սկսած ամեն տարի անցկացում ենք, ինչպես որոշվեց, որ 2021 թվականից սկսած ենք դա տոնելու եւ ինչպես սկսեց գաղափարը։ Առաջի ծրագիրը եղավ ծառատունկը, երբ որ 20 թվականին արդեն Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնվեց այս ծառատունկը եւ առաջի ծառը ինքը տնկեց, որից հետո արդեն ակցիան տարածվեց ռուսական բոլոր ռեգիոններով եւ 83 պետություններում եւ քանի որ 20 թվականը պանդեմիայով պայմանավորված մասշտաբային հնարավոր չէր անցկացնել, մենք 21 թվականից սկսեցինք անցկացնել եւ քանի որ խորագիրը ծառատունկի կրում էր հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին, զուգահեռաբար որոշում կայացվեց Ֆոնդ Նասլեդիա եւ Պրոգրեսի կողմից, որպեսզի նաեւ նրանք ովքեր կենթանի են, իրենց մեր այցելություններով իրենց մեր հարգանքի տուրքը մատուցենք եւ այսպես ինչ որ միասին համատեղ պրոյեկտ ստացվեց, որ սովորաբար սկսում ենք այցելություններից, հետո ծառատունկ ենք անում կամ հակառակը եւ այս երկու ծրագրերը իրար փոխլրացնում են, մեկը մյուսից հնարավոր չի տարանջատել։ Արթուր, ձեր մասնակցությունը ինչպիսին է, այսպես որ խոսում ենք երգիչ, այսինքն դուք ուղեկցում եք երգով, երաժշտությամբ, թե այլ դերակատարում այո, ես վետերաններին երբ որ այցելում եմ, ես երգում եմ իրանց հետ իրենց ֆրանտավո երգերը։ Հիմա երգել ենք տալու է, դա ուսում ասեի, մենք էլ ենք վետերանին։ Լենտոչկաների ինչ անպայման կերգենք ու գիտեք շատ հուզիչ է, երբ վետերանները հիշում են այն տարիների երգերը Եվ երբ որ ես երգում եմ այդ հայտնի երգերը Կատյուշան կամ Սմուգլյանկեն, իրանք սկսում են հուզվել, նույնիսկ լացել եւ երգել իմ հետ, հիշում են բառերը ու շատ հուզիչ պահ է, որովհետեւ այս տարիքում շատ դժվար է հիշել, չէ՞, ասենց այդ երգերը, բայց որովհետև հենց այդ երգերի շնորհիվ է նաև բարձրացվել ոգին մասնակիցների ու քիչ առաջ մենք ունեինք տեսանյութ, թե ինչպիսին է եղել հայերի մասնակցությունը մեր թվականակի հետ համեմատած, մենք իրականում ունեցել ենք եւ ահռելի թվով մասնակցություն եւ ցավոք կորուստներն է նաև մեծ եղել ու նաև այսպես բարձրաստիճան փոքր պետության բարձրաստիճան պաշտոնյաներ ենք նաև ունեցել ղեկավար կազմում 5 մարշալ էս փոքր ազգից իրականում մենք ունակ ենք ունենալու այդ հերոսացին զավակները ահռելի ներդրում ենք ունեցել։ Ինչպես ամեն տեղ այս հանրապետությունում եւ աշխարհում առանց հայերի որևէ իրադարձություն տեղի չունեմ, եւ դրական, եւ բացասական։ Եկեք մեզ գոտե պնդեք Արթուր, տեսեք, եռատոնից միատոնա վերածվել եւ գոնե այս նոտայի ներքո մի հատ խնդրում եմ ձեր սրտով ակապելա ստեղծագործություն, մենք այսպես տակից բեք վոկալ կնվնվենք։ Ու որ կլինի մեր վետերանի սրտով, հատկապես որն է նրա սիրած երգը եղել։ Հա, որն է եղել բան։ Ջեյն Պաբեդին են երգում միասին, թե որը։ Ու ես դες ասեմ, որ դաշը Ջեյն Պաբեդին գրել է մեր հայրենակիցը Դավիթ Տուխմանովը, որը հայ է։ Կատյուշան է երգում, փոխվել։ Կատյուշան որոշակի փոփոխություն եղավ, փոխել չենք։ Կատյուշան են երգում, գնացինք։ Всё, գնացինք։ Расцветали яблони и груши, поплыли туманы
над рекой. Выходила на берег Катюша, на высокий берег, на крутой. Выходила на берег Катюша, на высокий берег, на крутой. Выходила, песню заводила про степного сизого орла, про того, которого любила, про того, чьи письма берегла, про того, которого любила, про того, чьи письма берегла. Բրավո։ Բրավո։ Ալ Հարությունյան այնպես գորովանքով Ուշեր ձեր առաջացրեց այս երգը։ Բարություն, որ հիշեցիք մեր անցյալը հայրական պատերազմի տարիներին։ Իրոք դժվարին պահեր, շատ մեծ կորուստներ ենք ունեցել այդ տարիներին, բայց ինչ ասեմ, առանց կորուստի, առանց այլու թափելու, առանց զոհերի պատերազմ չի լինում։ Ցավոք։ Շատ ենք պատերազմում, մեծ զոհեր ենք ունեցել, բայց դրանից հետո, որ ամեն ինչը ցավալի է եղել մեր երկրում ապրող ժողովրդի համար, բայց հասանք մեր նպատակին։ Հասանք իսկական մեր նպատակին, հասանք հաղթանակի։ Մեր հաղթանակ տոնեցինք Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Սա է պարծանքը մեր ժողովրդի, մեր բանակի զինվորներին, մեր սովետական միության մեջ ապրող բոլոր բնակիչներին, ուրախություն բերեց մեր բոլոր բնակիչներին հայրական պատերազմը։ Դժվար պահերը այսօր որոշ չափով կամաց մոռանում ենք, բայց պետք է գնանք այն ճանապարհով, որ մեր երկիրն էլ մի քիչ հզորանա, մենք էլ կարողանանք ապրել այնպես, ինչպես ապրում են աշխարհի բոլոր ժողովուրդները։ Արժանապատիվ։ Արժանապատիվ կերպով պետք է ապրենք, գեղեցիկ կերպով պետք է ապրենք, հատկապես հայ ժողովուրդը արժանի է այդ նպատակներին հասնելու համար։ Մենք իրավունք ունենք աշխարհում լավ պայմաններում կարողանանք ապրել աշխարհի ժողովրդի հետ համերաշխ կերպով, խաղաղ կերպով։ Խաղաղությունը կհաղթահարի ամեն ինչ աշխարհում։ Եվ մարդը մարդու նկատմամբ բարի կլինի։ Մարդը մարդու նկատմամբ պետք է միշտ հարկանք ունենա, որպեսզի մարդիկ կարողանան երկրում ապրել հանգիստ, գեղեցիկ կերպով, առողջ երկրում, լավ երկրում մարդու ապրելակերպը ավելի լավ է լինում։ Կյանքի որակը պետք է Հատկանշական է, որ մենք այս մասին վերածննդի որ այսօրվա դրությամբ ես կարող եմ ասել, որ մեր երկրում, հատկապես Հայաստանում, այսօր բարելավել է երկրի վիճակը որոշ չափով։ Լավ է, հարմար է, ոչինչ։ Եթե այդպես մնամ են գող կմնանք։ Բայց եղել են ավելի լավ օրեր։ Իմ անցյալը, Եկեք որ ֆիքսենք սա։ հիշում եմ իմ անցյալը, շատ դժվարին պայմաններում են ապրել։ Եվ մեր Այդպես պարոն Հարությունյան, չեմ հիշում երեք ինչ ա եղել։ Այնպիսի մեծ տառապանքներ են տարել, որ ես հիշում եմ այսօրվա դրությամբ ուղղակի մի րոպե sense բան մեջ չբան։ Եկեք Թե շարունակենք մարդիկ խոսել։ ոնց են ապրել։ Լավ Ոնց են ապրել այդ երկրում, այդ տառապանքի մեջ, այդ չարչարանքի մեջ։ Ամեն ինչը ձեռքի գործել է։ հատկանշական է, որ այդ մասին մեզ հույս Հատկապես յուղացու համար շատ դժվարին պայմաններ են եղել ապրել այդ երկրում։ Ստեղծելու համար, Խորեն երեխաները պահելու համար։ Հիմա եկեք խոսենք լավ բաների մասին, դժվարը չհիշենք։ Ինչ ծրագրեր կան։ Եկեք պատմեք ինչպես է անցնելու վաղվա օրը։ Ասեք, ես հասարակ զինվոր եմ եղել։ Խորեն պապի, որ Ռակասովսկի եկանք ձեր դիվիզիայում։ տուն առաջի տարին, ձեր տպավորությունները մեր այցելություններից, այս ուրախ պահերից խոսենք, հա։
Խոսենք։ Կասպացեք, որ մանրամասն Խորեն պապիկը ամեն ինչ հիշելու է, այդ մասին էլ ենք խոսելու։ Ձեր սերնդա մարդիկ, այսպես որոնք ունեն զգալի ավանդ մեր պատմության կերտման գործում, մասնակցությունից այս ինչպես կգնահատեք։ Ի վերջո տեսնում եք ձեզ հիշեցնում են ձեր ապրած օրերը, տարիները, գնահատում, երիտասարդների հետ շփում այս ինչպես կգնահատեք։ Հարցնում եմ մեր այցելությունները դուք ո՞նց եք գնահատում, որ գալիս ենք ձեր տուն։ Ես ինչ ասեմ, այնքան եմ ուրախանում, հատկապես Մայրամս։ Ես Մայրամին ընդունել եմ որպես իմ աղջիկ։ Ես աղջիկ չեմ ունեցել։ Մարիամին հետ ունեցել։ Օր ծերության գտել եք։ Այ չես բանես 3 վայրկյանում ուրացակ։ Մայրամին եմ ասել եմ Մայրամ ջան, որ հանգարց Վայոց ձորի մարզով որտեղ որ կանցնես մի հատ կմնես պապի օջախը տեսնես պապի երեխաները թորները ծորները ոնց են ապրում Ես վստահ եմ լավ ֆանտաստիկ Մայրամս խոսք է տվել որ անպայման եթե այս կողմերը գալուց ես անպայման պապի օջախը կմտնեմ Մարիամ ջան եկեք խոսենք այս տարվա ձեր անելիքներից ինչ ունեք ինչ եք արել այս օրերին ուրախ եմ եղել միշտ էլ եկել են աջակցել են Ամեն ինչով օգնել են մեզ, ամեն ինչով էլ օգնել են, լավ եք ապրել, լավ չեք ապրել։ Ով մարդու պատասխան։ Որպես կազմակերպիչ կցանկանամ նշեմ, հա, ովքեր են աջակցում այս ամեն ինչ իրականացնելու համար, իհարկե իրենք տեսնում են ինձ եւ ավելի շատ իմ հետ են կապվում, բայց բարեխղճորեն չի է, որ ես հիմա չնշեմ, որ մեր այս այցելությունների նախաձեռնողը եւ հովանավոր ժառանգություն եւ առաջընթաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բարերար Արթուր Սողոմոնյանն է, իսկ մեր ծառատունկը անցկացվել է այս տարի Ռոսատոմի աջակցությամբ եւ ինչպես նշել եմ, այս երկու ծրագրերը իրենց հետ փոխկապակցված են, որովհետեւ նրանք ովքեր ի վիճակի են գալիս են ծառատունկին, մասնակցում են մեր հետ միասին ծառ են տնկում, ովքեր ի վիճակի չեն կամ ապրում են շատ հեռու վայրերում, մենք ինքներս ենք իրենց այցելում եւ ուզում եմ նշել նաեւ, որ Խորեն պապիկը այսօր եկել է ձեր մոտ Եղեգնաձորից։ Դասում ենք Վայոց ձոր ասեց ու հասկացանք առավոտյան եկել ու այս թարմությամբ։ Խնդրեմ։ Ես որ ամեն աստծոր տրտնջում եմ Աբովյանից գալու մասին, ընդհանրապես ամոթ։ Ինչ են ասում, ասել են 8-ի կողմերը ասել են 3-րդ մաս, ու ժամ ու կես եկել են ստեղ։ 20 րոպե Եղեգնաձորից հասել են 3 մաս։ Շնորհակալ ենք մեր եթեր գալու համար։ Հատուկ շնորհակալություն պարոն Հարությունյանին։ Մենք դեռ այդքան մտերիմ չենք, ինչպես դուք եւ Մարիամը, որ Խորեն պապիկ ասեն, բայց լավագույնն արժևում է, ինչպես ասում են դասականները։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողին վաղ առավոտյան մեր եթերին միանալու համար դրական լիցքեր ստանալու, այսպես բազմերանգ եթերեր, մնացեք կենտրոն հեռուստաընկերության եթերում, դիտեք մենք վստահ եմ վաղը եւս տոնական եթեր ենք ունենալու, Վաղը շաբաթ օր է։ բայց աշխատում են մարդիկ նաեւ շաբաթ օր է։ Խոսքը լավ մնացեք։ Կրկին շնորհավորում ենք մեր վետերաններին, թող լինի այսպես հաղթանակների, հաջորդող տարիները ու նաեւ հույսի հավատի տարիներ։